Խաչի հարգանքը Շինուդա երրորդ պատրիարք մեր եւ բողոքականների միջև տարաձայնությունից մեկը վերաբերվում է այն մեծ պատվին, որ մենք ընծայում ենք խաչին։ Մենք խաչակնքվում ենք, նրանք ոչ։ Նրանք չեն խաչակնքվում ոչ աղոթելուց եւ ոչ ուտելուց առաջ, ոչ հետո։ Մինչև վերջին ժամանակները նրանք խաչ չէին դնում իրենց եկեղեցիները վայր։ Նրանցից շատերն այն չէին կրում անգամ իրենց կրծքին։ Նրանք իրենց ձեռքը խաչ չեն բռնում, ոչ էլ խաչի տոներ նշում։ Նրանք խաչի կրումով թափոր չեն կազմում եկեղեցու շուրջ, եկեղեցով երգելով հոգևոր երգերի թափոր չեն անում։ Նրանք խաչը չեն համբուրում եւ նրանից օրհնություն չեն վերցնում։ Բացատրենք, թե ինչու ենք այսքան արժեք տալիս խաչին եւ տեսնենք, թե որքան օգտակար է սա եւ համաձայն Սուրբ Գրքի ուսմունքին։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս մեծապես կարևորում է խաչը։ Իր քարոզչության սկզբից ի վեր նախքան խաչելությունը նա իր քարոզներում մեծ շեշտ է դնում խաչի խորհրդի վրա։ Նա ասում է. «Ով չի վերցնում իր խաչը ու գալիս իմ ետևից, ինձ արժանի չէ»։ Նաև, եթե մեկն ուզում է գալ իմ ետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ ետևից։ Նաև մեծահարուստ պատանուն ասում էր. «Գնա, վաճառիր ինչ որ ունես եւ տուր աղքատներին, վերցրու քո խաչը եւ արի իմ ետևից»։ Ով որ չի վերցնում իր խաչը ու գալիս իմ ետևից, չի կարող իմ աշակերտը լինել։ Խաչը կարևորվեց նաև հրեշտակի եւ առաքյալների կողմից։ Որքան գեղեցիկ է Տիրոջ հարությունը յուղաբեր կանանց ավետող հրեշտակերի խոսքի հիման վրա։ Հրեշտակն ասում է. «Գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում, այստեղ չէ, քանզի հարություն առավ, ինչպես ասել էր»։ Հրեշտակը Տիրոջը խաչված է կոչում, թեև նա հարություն էր առել։ Եվ այս անունը շարունակվեց տրվել նրան, խաչյալ։ Առաքյալները գործածում էին այս անունը եւ իրենց քարոզության մեջ մեծ շեշտ էին դնում Տիրոջ խաչելության վրա։ Հրեաներին քարոզելուց Սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Հիսուսը, ում դուք խաչեցիք»։ Պողոս առաքյալը նույնպես կարևորում է այս հանգամանքը, երբ ասում է. «Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին»։ Չնայած նրան, որ Տիրոջ խաչելությունը հրեաների համար գայթակղություն էր, իսկ հույների համար հիմարություն։ Առաքյալը խաչը համարում է քրիստոնեության էությունը, ուստի եւ կարևորում այն ասելով, որտեւ չմտադրվեցի ճանաչել ձեզնում այլ բան, քան միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչը ելած։ Այսինքն խաչն էր միակ գործիքը, որ առաքյալը կամենում էր ճանաչել։ Առաքյալները նաև պարծենում էին խաչով։ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Քավ լիցի, որ ես պարծենամ ուրիշ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։ Ապա բացատրում է սրա պատճառը շարունակելով հետևյալ խոսքերով, որով աշխարհը խաչված է ինձ համար եւ ես աշխարհի։ Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք խաչին վերաբերող բազմաթիվ աստվածաբանական եւ հոգեվոր նշանակություններ։ Հիշում ենք Աստծո սերը, որ մեր փրկության համար հանձն առավ մեռնել մեզ համար։ Ամենքս իբրև մոլորված ոչխարներ էինք։ Մարդն իր ճանապարհին մոլորվեց, եւ Տերը նրան մատնեց մեր մեղքերի պատճառով։ Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք Աստծո գառանը, որն իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Երբ մենք խաչակնքվում ենք, հայտարարում ենք, որ պատկանում ենք խաչյալին։ Ովքեր հավատում են խաչի հոգևոր խորհրդին, միայն իրենց սրտում առանց արտաքին նշանի, հրապարակայնորեն չեն արտահայտում իրենց պատկանելությունը Քրիստոսին, ինչպես մենք, որ խաչակնքվում ենք, խաչն ենք կրում, բոլորի առաջ համբուրում ենք խաչը,
եւ դնում մեր պաշտամունքային վայրերում, գլխավոր տեղերում։ Սրամով մենք հրապարակայնորեն ցույց ենք տալիս, որ մեր հավատն առանց ամոթի է, չենք ամաչում, որ Քրիստոսին ենք հետևում։ Մենք պարծենում ենք խաչով, ներկայացնում իբրև մեր անունը, նրա համար տոներ նշում եւ այն մեր ձեռքը բռնում, առանց անգամ որևէ բառի արտասանության մեր արտաքինն արդեն հուշում է մեր հավատքի մասին։ Մենք լռությամբ չենք խաչակնքվում, այլ օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ենք ասում։ Դրանով արդեն իսկ խաչակնքվելով հիշում ենք խաչյալին։ Խաչի նշանով մենք արտահայտում ենք մեր հավատը Տիրոջ մարդեղության եւ փրկagorցության հանդեպ։ Երբ մենք խաչակնքվում ենք, ձեռքն իջեցնելով վերևից ներքև, ապատանելով ձախից աջ, հիշում ենք, որ Աստված երկնքից իջավ երկիր, մարդկանց ձախից աջ տարավ, այսինքն խավարից դեպի լույս, մահվանից դեպի կյանք։ Շատ են այն նշանակությունները, որ կարող են մեզ մտքով, սրտով հաստատել խաչի զորությունը։ Խաչակնքվելով մենք հայտարարում ենք Տիրոջ մահը ըստ իր պատվերի։ Տիրոջ պատվերն է, որ հայտարարենք իր մահը մեր փրկության համար, մինչև ինքը գա, ինչպես Պողոս առաքյալն է Կորինթացիներին ուղված նամակում ասում։ Երբ մենք խաչակնքվում ենք, հիշում ենք միշտ Տիրոջ մահը, մինչև որ նա գա, մենք հիշում ենք նրան նաև հաղորդության խորհրդի կատարման ժամանակ, սակայն սա չի կատարվում ցանկացած ժամանակ, մինչև խաչակնքումը կարող է կատարվել ցանկացած ժամանակ, հիշեցնելով Տիրոջ մահը։ Խաչակնքվելիս մենք հիշում ենք, որ մեղքի վարձը մահն է։ Եթե մեղք չունենայինք, Տեր Քրիստոսը չէր մեռնի մեզ համար։ Մենք մեռած ենք մեղքի մեջ, բայց Տեր մեր Հիսուս Քրիստոս մեզ համար մեռավ խաչի վրա եւ մեզ կյանք պարգևեց։ Երբ խաչի վրա նա վճարում էր մեր մեղքերի վարձը, ասաց Հորը. Հայր, ների նրանց, որտեղ չգիտեն, թե ինչ են անում։ Խաչակնքվելիս հիշում ենք մեր հանդեպ Աստծո սերը։ Մենք հիշում ենք, որ խաչը սիրո զոհաբերության խորհուրդն է, որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքն ընդունի։ Եվ հիշում ենք, որ Աստված մեր հանդեպ իր սերը հայտնեց նրանով, որ մինչ մեղավոր ենք, Քրիստոս մեզ համար մեռավ եւ հաշտվեցինք Աստծո որդու մահվամբ։ Խաչի շնորհիվ հիշում ենք Աստծո ունեցած սերը մեր հանդեպ, որտեղ ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան այն, որ իր անձը տա իր բարեկամների համար։ Մենք խաչակնքվում ենք, որտեղ դա մեր զորությունն է։ Պողոս առաքյալը իմանալով խաչի զորության մասին ասում է, որով աշխարհը խաչված է ինձ համար եւ ես աշխարհի, նաեւ որտեղ խաչի մասին քարոզությունը հիմարություն է կորուսյալների համար, սակայն մեզ փրկվածներից համար Աստծո զորություն։ Մենք նկատում ենք, որ առաքյալը չի ասում, թե հենց խաչելությունն է Աստծո զորությունը, այլ խաչի մասին քարոզությունն է Աստծո զորությունը։ Հետևաբար, երբ մենք խաչակնքվում ենք եւ հիշում խաչը, լցվում ենք Աստծո զորությամբ, որտեղ հիշում ենք, որ Տերը խաչի միջոցով կործանեց մահը եւ կյանք պարգևեց բոլոր նրանց, ովքեր հավատում են խաչին։ Մենք խաչակնքվում ենք, որտեղ մահը դրանով հաղթահարվեց։ Ադամի ժամանակներից սկսած մինչև ժամանակների վերջը սատանայի բոլոր ջանքերն ուղղված են խաչի դեմ, որտեղ Տերը խաչի վրա թափված իր արյամբ իրեն հավատացող ու հնազանդվող մարդկանց բոլոր մեղքերի վարձը վճարեց մաքրելով դրանցից։ Ուստի երբ սատանան տեսնում է խաչը, դողում է, հիշելով իր մեծ պարտությունն ու վատնված ջանքերը եւ ամաչելով փախչում է։ Սա է պատճառը, որ Աստծո որդիները միշտ գործածում են խաչի նշանը, որպես Աստծո զորության
ու հաղթության նշան։ Այս նշանով ինչ թշնամին արտաքուս դողում է, մենք ներքուս լցվում ենք զորությամբ։ Ինչպես հին ուխտում պղնձե օծն էր բարձրացվելիս բժշկություն պարգևում ժողովրդին եւ փրկում մահվանից, այդպես էլ փառքի Տիրոջ խաչին բարձրանալը մեզ փրկում է սատանայի որոգայթներից։ Ուստի խաչի նշանը նույն ներգործություն ունի, ինչպես պղնձե գավազանը Մովսեսի ձեռքին։ Խաչը կարևոր է մեզ համար, որտեղ հիշում ենք մեր հաղորդակից լինելը խաչին։ Մենք հիշում ենք Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը. Քրիստոսի հետ խաչ ելա եւ այսուհետեւ կենթանի եմ ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենթանի իմ մեջ։ Եվ ճանաչելու նրան, նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքների հաղորդակցությունը, կերպարակից լինելու նրա մահվանը։ Եթե իմ խաչին խաչակից լինեք, ապա իմ փառքին փառակից պետք է լինեք։ Խաչը Քրիստոսի խաչակցությունն ու փառակցությունն է մեր։ Խաչը մեր փրկության նշանն է եւ հավիտենական զորության նշան։ Այստեղ հարցնում ենք ինքներս մեզ, իսկ երբ ենք հաղորդակից լինում Տիրոջ չարչարանքներից։ Մենք հիշում ենք այն ավազակին, որ խաչվեց Տիրոջ հետ եւ արժանացավ դրախտում նրա հետ լինելու։ Հավանաբար նա այնտեղ երգում է Սուրբ Պողոս առաքյալի երգը. Քրիստոսի հետ խաչ ելա եւ Քրիստոսի հետ փառավորվեցի։ Ամեն անգամ, երբ խաչը զգում ենք մեր զգայունների միջոցով, փափագում ենք Տեր Քրիստոսի հետ խաչը ելնել եւ նրա հետ փառավորվել։ Մենք պատվում ենք խաչը, որտեղ հայրը հաճեց բնակեցնել իր որդուն խաչի վրա։ Հայրը հաճույքով ընդունեց Քրիստոսի խաչի վրա իբրև մեղքի համար ընծած եւ ողջակեզ, իբրև անուշաբուրություն Տիրոջ համար։ Եսայի մարգարեն այս մասին ասում է. սակայն Տերը կամեցավ հարվածել նրան։ Տեր Քրիստոս երկրի վրա իր կատարյալ կյանքով իր հոր հաճությունը գտավ, սակայն կատարյալ հաճությունն իրականացավ խաչի վրա, երբ հնազանդվեց մինչև մահվան աստիճան եւ այն էլ խաչի մահվան։ Խաչի միջոցով մենք գնում ենք դեպի Տերը, բանատակ տեղից դուրս կրելով նրա նախատանքը։ Խաչի միջոցով մենք շարունակաբար ապրում ենք ավագ շաբաթվա զգացումները եւ հիշում Մովսես մարգարեի մասին ասված հետեւյալ խոսքը. առավել կարևոր համարեց Քրիստոսի նախատինքը, քան եգիպտացիների բազում գանձերը։ Մենք կրում ենք Քրիստոսի խաչը, հիշելու համար նրա երկրորդ գալուստը։ Ժամանակների վախճանի եւ Տիրոջ երկրորդ գալստյան մասին Սուրբ գրքում գրված է. ապա կերևա մարդու որդու նշանը երկնքում եւ կտեսնեն մարդու որդուն եկած երկնքի ամպերի վրայով զորությամբ եւ մեծ փառքով։ Ուրեմն եկեք երկրի վրա պատվենք, հարգենք մարդու որդու այս նշանը, Սուրբ խաչը, քանի որ սպասում ենք դրան երկնքում Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ։